Ավելի հոդաբաշխ առաջարկ գոնե մինչ այս պահը ես չեմ հանդիպել։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանն իրատեսական է համարում Ռոբերտ Քոչարյանի ասածը։ Լավագույն տարբերակը կլներ։ Երկրորդ նախագահը Հայլուրին տված հարցազրույցում առաջարկել է Վաշինգտոնյան համաձայնագրին զուգահեռ մի փաստաթուղթ էլ ստորագրել Վաշինգտոնի, Մոսկվայի ու Պեկինի հետ այս գերտերություններին դարձնելով խաղաղության երաշխավոր։ Մենք տեսնում ենք, որ առնվազն 3 կոմպոնենտից առաջարկվող անվտանգային երաշխիքների համակարգ առաջարկում Քոչարյանը, սա հստակ պատասխան է նրա, թե անդիմությունը կամ այլընտրանքային ուժերը ինչ են առաջարկում Փաշինյանի ընկալմամբ խաղաղության գործընթացին։ Մաթևոսյանը նկատում է ճկուն դիվանագիտությամբ հնարավոր է մեր տարածաշրջանում միավորել աշխարհաքաղաքական լուրջ տարաձայնություններ ունեցող ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի շահերը։ Դրա համար ըստ քաղաքագետի Երևանը պետք է ոչ թե սադրի, այլ փոխշահավետ գործարք առաջարկի, մանավանդ որ բոլորն են շահագրգռված այստեղ կոմունիկացիաների բացմամբ։ Ով ասաց, որ մենք չենք կարող լինել այն կետերից մեկը, որտեղ փորձենք իսկապես համադրել կողմերի շահերը։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նկատում է քաղաքագետը, ձեռնտու են միայն թուրք-ադրբեջանական տանդեմին, իսկ գլոբալ առումով ՆԱՏՕ-ին։ Մաթևոսյանը համոզված է, դրանց երբեք չեն համակերպվելու Մոսկվանն ու Թեհրանը։ Քաղաքագետը ենթադրում է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան մտած ռուսական ցորենով Մոսկվան մեսիջ ուղարկեց, որ անկախ նրանից, թե ինչ է ստորագրվել Վաշինգտոնում, այս տարածաշրջանում գործընթացները չեն կարող տեղի ունենալ առանց իր մասնակցության։ Ի վերջո կան բաներ, որոնք անհնար է մերժել։ Այդ բաներից մեկը դա քարտեզն է։ Ռուսաստանը մեղմ ասած մի փոքր ավելի մոտ է եւ մեզ եւ Ադրբեջանին եւ ունի հնարավորություններ, ունի լծակներ տարածաշրջանում լինելու։ Հայաստանն իսկապես կարող է դառնալ խաղաղության խաչմերուկ, բայց դրա համար պետք է ոչ թե գործիք դառնալ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի ձեռքին, այլ համադրել այդ կենտրոնների շահերը։ Փորձում ենք մեր։ Հենց սա է ըստ էության առաջարկում Ռոբերտ Քոչարյանը եւ Երևանը ըստ քաղաքագետի պարտավոր է բաց չթողնել այս հնարավորությունը։ Հայաստանը այլընտրանք կոմպլեմենտարիզմին չունի։ Հիմա առաջարկը հենց դրա մասն է։ Կարնե Մանգասարյան, Նորա Շարբաթյան եւ Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։